Նոր-Նորքի Տորքանգեղի զբոսայգում իրականացվեց ծառատունկի համաքաղաքային ակցիա Երևանի քաղաքապետի եւ համայնքի բնակիչների մասնակցությամբ։ Միջոցառման նպատակն էր կանաչապատել տարածքը, բարձրացնել քաղաքացիների բնապահպանական գիտակցությունն ու միավորել երևանցիներին բնության եւ շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարության գաղափարի շուրջ։ Երևանի քաղաքապետը մասնակցելով ծառատունկին ընդգծեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն ծառերի տնկման, այլև քաղաքի կյանքի որակի բարելավման կարևոր քայլ են, քանի որ յուրաքանչյուր տնկած ծառը ներդրում է Երևանի առողջ ապագայի մեջ։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշում է, մենք ձևավորում ենք մաքուր օդով, կանաչ միջավայրով եւ խնամված զբոսայգիներով մի քաղաք, որտեղ մարդիկ կուզենան ապրել։ Տորքանգեղի հարակից այս ամբողջ այգին եղել է անմխիթար վիճակում։ Հիմնականում եղել են տարատեսակ ինքնական շինություններ եւ մոտավորապես 1.5 տարի առաջ սկսեցինք այդ շինություններից եւ ընդհանուր մաքրման աշխատանքները այգու։ Այսօր արդեն իսկ 4.2 հեկտար տարածքում մենք իրականացնում ենք հերթական ծառատունկը, որը թվով, եթե չեմ սխալվում, երրորդն է, եւ ունենք արդեն այն ենթակառուցվածքը, որը նախատեսված էր մեր նախագծով, ունենք արդեն քայլուղիներ, ունենք արդեն ֆուտբոլի դաշտի աշխատանքները, ակտիվ իրականացվող խաղահրապարակի աշխատանքները, այստեղ ունենալու ենք workout եւ իրականում Տորքանգեղի հարակից այս մի շատ գեղեցիկ նոր միջավայր է դառնալու հենց արդեն հաջորդ տարի։ Ծառատունկին միացել էին նաև Նոր-Նորք վարչական շրջանի աշխատակիցները, կամավորները, դպրոցականներն ու բնակիչները։ Նրանց ջանքերով զբոսայգում տնկվեցին տարբեր տեսակի թփեր ու եղևնիներ։ Բոլոր այն տեղերում, որտեղ որ մենք իրականացնում ենք ծառատունկ, միշտ կա ոռոգման համակարգ, ինչպես եւ այստեղ ունենք ոռոգման համակարգ։ Այսօր մենք տնկեցինք մոտ 650 ծառեր եւ թփեր։ Հիմնականում դրանք բավականին չորադիմացկուն ծառեր են, ունենք նաև եղևնիներ, որոնք նույնպես ոռոգման համակարգով համալրված են, այսինքն բոլոր այն ծառերը, որոնք որ տնկվել են այսօր, վստահաբար մեր կլիմայական պայմանների համար հարմարեցված են, եւ ամենակարևորը այս բոլոր ծառերը, գրեթե բոլոր այս որ տնկվածը մշտադալար են եւ մեզ օգնում են նաեւ ձմռան ամիսներին, երբ որ գիտենք, որ ունենք օդի որակի հետ կապված խնդիրներ։ Զբոսայգու բարեկարգման ծրագրով նախատեսվում է նաեւ նոր արահետների, նստարանների եւ լուսավորության համակարգի տեղադրում, ինչը Տորքանգեղի այգին կդարձնի ավելի գրավիչ հանգստի վայր։ Տվյալ այգու կառուցումը մեր այգիների վերակենդանացման ծրագրի մի մաս է եւ մենք արդեն իսկ իրականացրել ենք տարատեսակ ծրագրեր Մերգելյանի այգում, Մողակաձև այգում, Մալացե-Սեբաստիա վարչական, գրեթե բոլոր վարչական շրջաններում, Նոր-Նորք վարչական շրջանում սա երրորդ այգին է, որտեղ որ մենք իրականացնում ենք աշխատանքներ եւ իրականում արդեն իսկ կարելի է ասել ինքը բավականին տենց հետաքրքիր միջավայր է դառել։ 2026 թվականին մասնակի կբացվի արդեն այգին, 2027 թվականի սկիզբ մինչև ամբողջությամբ բոլոր աշխատանքները պետք է ավարտված լինեն, որովհետև այգին շարունակվում է դեպի այն կողմ նույնպես եւ ընդհանուր առմամբ մոտավորապես 42,000 քառակուսի մետր տարածք է զբաղեցնում։ Բնակիչների խոսքով վերջին տարիներին Նոր-Նորքում նկատվում է դրական փոփոխություն։ Վերակենդանացվում են այգիները, ձևավորվում նոր կանաչ գոտիներ։ Քաղաքապետն էլ հորդորեց պահպանել նոր տնկված ծառերն ու շարունակել քաղաքի կանաչացման գործընթացը։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։